Հիմա կարող եք հերքել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության դուք երբեք չեք միանում։ Ոչ, ես նման հերքումներ, բնդումներ ես չեմ կարող անել, որովհետև կյանքը ցույց է տալիս, որ իրավիճակը այնպես է փոխվում, որ դու հայտնվում ես այստեղ կամ այնտեղ հանուն պետության, հանուն ազգի։ Ես գիտեմ, ես ասել եմ, այսա նշանակում էր, որ այ քաղաքացիական պայմանագրից առաջարկ է, ոչ մի առաջարկ չկա, ոչ մի քննարկում չկա։ Ես ուղղակի այս հայտարարությամբ ուզում եմ բոլորին օգնեմ, որ իրանց այդ կաշկանդվածությանը շատ նայություն, ինչ որ մեկը փողոցի մի անկյունում հայոյանք է դրել, որ ով միանա սենց, իսկ կներեք, ինչի մենակ այս երկրում, այս աշխարհում միակ մեղավորը քաղաքացիական պայմանագիրն է, բա ասենք Արամ Սարգսյանը, բա հանրապետական կուսակցությունը հեչ մեղավոր չեն եղել, ընդհանրապես մեղավոր չեն եղել։ Բայց որոշում կայացնողը Նիկոլ Փաշինյանն է եղել, մասնավորապես Արցախի հետ կապված։ Եվ շատ քիչ մարդիկ են երբեմն տեղյակ լինում, թե ինչ են պայմանավորում բանակցությունները։ Տեսեք, ասեմ, ես անդադ բարձրաձայնել եմ այն հարցում ու նորից եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի գլխավոր մեղքը, մեղավորությունը դա այն էր, որ ինքը հնարավորություն ուներ կանխել պատերազմը, բայց դա չի արել, պատճառները կապ չունի ինչի չի արել, եւ ինքը ավելի քան 1 տարի առաջ ընդունեց, որ այո, չասեց իհարկե անվանական որ Գեղամը ճիշտ է, բայց ասեց որ այո